Ունեք այն մասին, որ Սամվել Կարապետյանի թիմակիցները ինքնաբացարկ են ներկայացնում եւ ավելի քան 105 հոգի ցուցակից դուրս է եկել։ Ոյ, ինչ ասեմ, ես քաղաքացիական պայմանագրի կողմնակից եմ, ընտրությունները, արդար ընտրություններ էին իրանց համար։ Մենակ ըստ ձեզ իրենք ինչու են մանդատները վայր դնում։ Ինչ պատճառ։ Բայց չեն այդ որ դուրս են եկել ցուցակից։ Երևի զգացել են, որ անարդար է եղել ամեն ինչ իրանց մոտ կեղծիքներ, դրա համար երևի վայր են դնում, իմ կարծիքն է դա։ Մեկ է ամեն ինչ։ Կեղծիքին, որ իրենք դուրս են գալիս։ Դե կողմ եմ իհարկե, մալադեց իրանց, որ հասկացել են, որ կեղծ է իրենց կողմից ու մանդատները վայր են դրել, այո։ Ունեք այն մասին, որ Սամվել Կարապետյանի թիմակիցները ինքնաբացարկ են ներկայացրել եւ 105 հոգի դուրս է եկել։ Բան եք հարցնում, աղջիկ ջան, սկի իրան գլուխ չեն հանում, ես գլուխ կհանեմ։ Մենակ դուք ինչ կարծիք ունեք այդ մասին, որ իրենք ինքնաբացարկ են ներկայացնել, որպեսզի դուրս գան։ Չեմ կարող ասել, իրանք իզուրել, հա, ճիշտ են արել։ Չեն վերցնում մանդատները, ճիշտ են անում։ Դե, իմ կարծիքը այդքան է։ Ունեք այն մասին, որ Սամվել Կարապետյանի թիմակիցները ինքնաբացարկ են ներկայացրել եւ ավելի քան 105 հոգի դուրս է գալիս իրենց ցուցակներից։ Աշխատում եմ քաղաքականության հետ շփվեմ։ Ես իմ խնդիրներով, բայց խնդրում եմ աշխարհին, մեր մարդկանց փորը խիղճ լինի, իրար նկատմամբ բարի լինեն, որ բարի լինեն, շատ հարցեր կլուծվի։ Մեր ժողովուրդը մեկը մյուսի նկատմամբ հարգանքը վերացել է արևս։ Իսկ Սամվել Կարապետյանի մասին ինչ կարծիք։ Ես այդպես չեմ ճանաչում, քաղաքականությունով էլ չեմ հետաքրքրվում։ Այսինքն որ Սամվել Կարապետյանի թիմակիցները ինքնաբացարկ են ներկայացրել ավելի քան 105 հոգի դուրս է եկել ցուցակներից։ Մի բան ասեմ չնեղանաք։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում, որտեղ երկու տեղ աշխատում եմ, ժամանակ չունեմ։ Բայց ինչ կարծիք ունեք այդ ամենի մասին։ Դե գիտեք ինչ ասեմ, ով որ գիտակից է, ով որ լավ առաջնորդ է լինում, մենք կողմենք լավին։ Իսկ Սամվել Կարապետյանին ինչ ճիշտ ես չեմ ճանաչել, անունը լսել եմ, բայց անեց չեմ ճանաչել իրան։ Ով է լավը, ասեցի, ով խելացի է, ով կարող է մեր հայ ժողովրդին տանի դեպի առաջ, ամեն ձևով լինի խաղաղություն, աշխատանքի բարելավում տվյալ մարդկանց համար եւ ես շատ եմ խնդրում, որ ով լինի գործարաններ աշխատացնեն, որ ովքեր որ անգործ են, գոնե գործարանում աշխատանք ունենան, այդքան մի բան եմ ես խնդրում, ով որ պետքա կառավարի, ղեկավարի հայ ժողովրդին։ Իսկ դուք ներկա կառավարության աշխատանքներից գոհ եք։ Ներկա կառավարության աշխատանքներից, այո, ես ներկա դրությամբ շատ գոհ եմ, որ ամեն ինչով ապահովեցին, այսքան տարի, 30 տարի, ով էր մտածում փոշակառուի ապայի մասին, առողջապահական ապայի մասին, ով էր մտածում, որ թոշակ ավելացնեն, աշխատավարձ ավելացնեն, 31 տարի ես աշխատում եմ, ես նման բան չեմ տեսել, ազնվությամբ եմ ասում, չեմ տեսել այդպես բան, բայց ներկա վարչապետի արածը ապացուցեց, որ ինքն է լավագույնը, ինձ այդպես է թվում, ինքը ամենալավագույնը, որ մտածեց մարդկանց մասին, այդքան բան։ Ունեք այն մասին, որ Սամվել Կարապետյանի թիմակիցները ինքնաբացարկ են ներկայացրել եւ ավելի քան 105 հոգի դուրս է եկել ցուցակից։ Ճիշտ է արել։ Ինչու՞։ Ճիշտ է արել, գտել եմ որ ճիշտ է, դրա համար է դուրս եմ։ Բաժանորդագրվիր, որ բաց չթողնես ամենահետաքրքիրը։